Ողջույն բոլորին, Իրինա Բալդացյան, Հայաստանի ամերիկյան համալսարանի ուսանող, նաև հայկական համալսարանի 7-րդ հոսքի ունկնդիր։ Պարոն նախագահ, 2018 թվականի իրադարձությունների ընթացքում ՀՀԿ-ն նաև ձեր մերձակա քաղաքական թևը թիրախավորվեց եւ կրեց ծանր ռեպուտացիոն հարվածներ։ Մասնավորապես վերջերս նույնպես անդրադարձել եք դրան ՀՀԿ-ի հիմնադրման 35-րդ ամյակին նվիրված հոբելյանական նիստին ձեր ելույթում նշել եք մեջբերեմ ցավոք այսօր մեր երկրում կուսակցությունների վարկանիշը բավականին ցածր է, ապատիկ վիճակում գտնվող հասարակության մի զգալի մասը կորցրել է հավատը քաղաքական ուժերի նկատմամբ եւ չի վստահում վերջիններից։ Փաստ է, որ առանձին վերցրած որևէ քաղաքական ուժ առանց բացառության այսօր իզորու չէ հասարակության մոբիլիզացիա ապահովել Հայաստանում, փոփոխություն իրականացնելու համար։ Սա ցավով եմ ասում։ Եվ որպես այդ քաղաքական ուժերից մեկը մենք պարտավոր ենք հետևություններ անել։ Հարցս հետևյալն է, ըստ ձեզ ՀՀԿ-ն ինչ հետևություններ է արել, կոնկրետ ՀՀԿ-ի հետևությունները եւ ինչպես է 18-ից հետո նաեւ մինչեւ այսօր փորձել հաղթահարել ռեպուտացիոն ճգնաժամը, թիրախավորվելը եւ հարվածները։ Շնորհակալություն։ Ես կարծում եմ, որ բացառված է, որպես մենք թիրախավորումից խուսափենք, որտեղ դա մեզնից չի կախված, դա կախված է թիրախավորողներից։ Իսկ որ Հայաստանում բազմաթիվ թիրախավորողներ ունենք, այդտեղ կասկած չկա։ Ուղղակի մեր խնդիրն է նվազեցնել այդ բռնկումները, բայց բոլոր դեպքերում դա գրեթե անլուծելի խնդիր է։ Այո, մենք պարտավոր ենք հետևություններ անել ինչպես կազմակերպչական առումով, մարդկանց մոբիլիզացնելու առումով, ինչու՞ չէ, կառուցվածքային առումով ու նաև որոշակի միգուցե փոփոխություններով առանց բարեփոխումների անհնար է առաջ շարժվել։ Եվ եթե հետևել եք դուք մեր խորհրդի նիստին կամ նյութերին, այնտեղ ելույթ է ունեցել ՀՀԿ նախագահի տեղակալ Դավիթ Հարությունյանը եւ ասել է, թե ինչ փոփոխություններ պետք է անել, ինչպիսի ծրագրեր պետք է իրականացնել եւ այլն։ Այո, մենք խորապես գիտակցում ենք, որ միայն մեզնով հնարավոր չի երկրում շատ կարևոր փոփոխություններ անել։ Ուղղակի ուզենանք նաև, որպեսզի մնացածներն էլ այդպես կարծեն եւ միասնական ուժերով շատ ավելի հեշտ կլինի այստեղ խնդիր լուծել։ Մեր կուսակցությունը, այո, 35 տարիների ընթացքում պարբերաբար բարեփոխումների է ենթարկվել։ Եվ վերջում ունենք այն, ինչ այսօր ունենք։ Ես կարծում եմ նույնիսկ մարդ իր անձնական կյանքում էլ միշտ փորձում է հետևություններ անել եւ ավելի լավը դառնալ։ Մենք փորձում ենք ավելի լավը դառնալ, ավելի օգտակար դառնալ այս երկրի համար։ Սա է մեր բոլոր փոփոխությունների թիրախը, մեր բոլոր փոփոխությունների նպատակը։ Եվ ուզում եմ, որպեսզի շատերը Հայաստանում պատվախնդիր լինեն։ Որտեղ առանց պատվախնդրության դժվար է ապրել, շատ դժվար է։ Միգուցե շատերը կարծում են, որ հեշտ է, ինչ որ ժամանակ կարող է հեշտ լինել, անդարդ անցավ, մենակ այսօր լավ անցնի, բրծնի գնա, բայց արդյունքում միշտ վատ հետևանքներ են։